Alfa News-ի տաղավարում հյուրընկալել ենք միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանին։ Պարոն Բալասանյան, նախ եկեք խոսենք ռուս-ուկրաինական բանակցային գործընթացից։ Զելենսկին մի քանի օր առաջ հայտարարեց, թե իբր իրեն հաջողվել է Թրամփին համոզել եւ 28 կետանոց այդ պայմանագրից հանել Ուկրաինայի համար ոչ ցանկալի կետերը եւ հասցնել 20-ի։ Բայց միևնույն ժամանակ Կրեմլից եւս արտահոսքեր եղել եւ ասել են, որ Կրեմլը եւս չի համաձայնվում որոշ կետերի եւ չի գնա այնպիսի զիջումների, որոնք դեմ կլինեն Մոսկվային։ Հիմա ինչ է ստացվում, ինչ ենք հասկանում, մյուս կողմից կողմերը խոսում են, նստում են բանակցային սեղան Ամերիկայի միջնորդությամբ, բայց մյուս կողմից չեն ցանկանում գնալ զիջումների, որն է լինելու այս ամենի վերջնարդյունքը։ Ես կարծում եմ Զելենսկին իր քաղաքականությամբ հասավ նրան, հատկապես Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերություններում, որ Տրամփ ուղիղ կերպով պահանջեց նախագահական ընտրությունների անցկացում։ Հիշում ենք, դեռ առաջին հանդիպման ժամանակ նա Զելենսկուն զգուշացրել էր, որ բանակցային գործընթացում գնալով Ուկրաինայի շանսերը պակասելու են եւ գնալով ավելի են շատանալու տարածքային կորուստները եւ նա առաջարկում էր հենց այդ պահին ստորագրել եւ գոնե ինչ-որ բան փրկել։ Ես կարծում եմ, որ Զելենսկին համառում է ոչ թե այն պատճառով, որ ստրատեգիա եւ ցանկանում է ինչ-որ հարցերը իօգուտ Ուկրաինային լուծել, այլ ուղղակի Զելենսկուն չեն թողնում, որպեսզի նա ստորագրի այդ խաղաղության պայմանագիր, չեն թողնում այն ուժերը, որոնք շահագրգռված չեն ռազմական գործողությունների դադարեցմամբ Ուկրաինայում։ Խոսքը առաջին հերթին Եվրոպական միության եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարության այն տիտանական ջանքերի մասին է, որով նրանք ամեն ինչ անում են, որ ռազմական գործողությունները հանկարծ չդադարեն եւ անընդհատ փոփոխություններ են մտցնում Տրամփի առաջարկած այդ 28 կետերի մեջ։ Ավելին, Զելենսկու հայտարարությունը, թե իրեն հաջողվել է 28-ը իջեցնել 20-ի, սա ըստեյության Զելենսկու հաջողությունը կամ անհաջողությունը չէ, որ քանզի Տրամփը օրեր առաջ հայտարարեց, որ իր մոտ կա կասկած, որ Զելենսկին անգամ չի էլ կարդացել այդ 28 կետերը։ Այսինքն եվրոպացիները Դաունինգ Սթրիթում վերջի անգամ Լոնդոնում հանդիպելով ինչ որ բան են որոշել 28 կետերի հետ կապված, ինչ որ բան են սղագրել 28-ն իջեցրել 20-ին եւ դա Զելենսկու միջոցով ուղարկել Տրամփին, թե իբր դա Զելենսկու առաջարկներն են։ Իսկ ռազմական գործողությունները չեն դադարելու, քանզի կետերում հստակեցված չի այն սկզբնապատճառները, որի համար սկսվեց հատուկ ռազմական գործողությունը։ Քանզի Ռուսաստանի Դաշնությունը մի քանի անգամ է Միացյալ Նահանգներին ներկայացրել, այդ թվում նաև Անկորիջում, Ալյասկայում, որ իրենք պատրաստ են բանակցել եւ պատրաստ են խաղաղության, բայց առաջին հերթին պետք է վերացվեն այն սկզբնապատճառները, որոնք հանգեցրին ռազմական գործողությունների։ Բայց վերջին իրադարձությունները Ուկրաինայում ռուսաց լեզվի պետական կարգավիճակի զրկելը, ուղղափառ եկեղեցու դեմ հարձակումները խոսում են այն մասին, որ Ուկրաինան պատրաստ չէ վերացնել այդ պատերազմի կոնֆլիկտի սկզբնապատճառները։ Հետևաբար 28-ը կդառնա 20, թե կդառնա 40, եթե այդ կետերը մցված չեղան առաջարկների մեջ, Մոսկվան միանշանակ չի ընդունել։ Պարոն Բալասանյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Թրամփը խոսել է նաև Զելենսկուն ու այսպես ասած պարտադրել է, որ գնա ընտրություններին։ Զելենսկին Իտալիայում 3 հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ ընտրություններին ու ամենևին էլ դա պատերազմը չի օգտագործում, որպեսզի ընտրություններ տեղի չունենան Ուկրաինայում, ուղղակի այստեղ անվտանգության խնդիր կա։ Հիմա ինչ ենք հասկանում, Զելենսկու հայտարարությունները զուտ պոպուլիստական են, թե այնուհետև նման բան հնարավոր է ու Զելենսկին այս փուլում, երբ որ պետք է որոշակի չափով որոշվի Ուկրաինայի կարգավիճակը պատերազմում ինչն է տանուլ տալու, հա, ինչ պարտությամբ է դուրս գալու, ինչ ենք կարծում այս մասով։ Զելենսկին երկրորդ մարտավարական սխալն արեց, երբ Տրամփի առաջարկին պատասխանի մեջ եւս մեկ անգամ հիշատակեց եվրոպացիների անունը, որ իրենքը պատրաստ է ընտրությունների, եթե Միացյալ Նահանգները իհարկե եվրոպացիների մասնակցությամբ կարողանա անվտանգային երաշխիքներ տալ։ Շատ լավ իմանալով, թե Տրամփը ինչպիսի անձնական վատ հարաբերություններ ունի Եվրոպական միության հիմնական ղեկավար կազմի հետ, անգամ այնքան վատ հարաբերություն, որ նոյեմբերին լույս տեսած Միացյալ Նահանգների ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ անգամ կետ էր մցված եւ Եվրոպական միության այս իստեբլիշմենթին ղեկավար կազմին Տրամփը որակել էր իբրև ժողովրդավարության թշնամի։
Հիմա ինչ հույսով է Զելենսկին մտածում, որ եվրոպացիներին էլ առաջ տալով կստանա Տրամպի համաձայնությունը, դա մի հարց է։ Երկրորդ հարցը հայտնի չի, թե որ սահմաններում է Ուկրաինան անցկացնելու այդ ընտրությունները։ Երրորդը հայտնի չէ, թե ինչպես է ապահովվելու այժմ արդեն ռուսական հսկողության տակ գտնվող Ռուսաստանի սահմանադրությամբ ռուսական տարածքներ համարվող բնակավայրերում Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց մասնակցություն Ուկրաինայի ընտրություններին։ Ապահովվելու է արդյոք Եվրոպայում, Միացյալ Նահանգներում եւ աշխարհի մյուս ծայրերում ծավալած շուրջ 18 միլիոն փախստական ուկրաինացիների ընտրական իրավունքը ընտրություններին մասնակցելու հետ կապված։ Հաջորդը Զելենսկին ընտրությունների ցանկացած արդյունք ընդունելու է, թե ինչ որ մի պահի կարող է ռազմական դրություն մտցնել երկրում իր աթոռին մնալու համար։ Քանզի Զելենսկին շատ լավ հասկանում է, 1 րոպե հետո, երբ ինքը չի լինի նախագահ, ինքը կալանավորվելու է։ Կալանավորվելու է անմիջապես Տրամպի հանձնարարականով, քանզի Տրամպի հայտարարությունը, թե եւ նաեւ Տակեր Կարսենի լրացումը, թե Զելենսկին եւ նրա շրջապատը յուրացրել են ամերիկացի հարկատուների մի քանի 100 միլիարդ դոլարները, որոնք նրանք հատկացրել են Ուկրաինային, դա դատարկ խոսքեր չեն։ Զելենսկին շատ լավ գիտի, որ ինքը նաև քրեական հետապնդման է ենթարկվելու։ Հետևաբար իր միակ փրկությունը նախագահական աթոռին մնալն է, թեկուզ եւ ոչ լեգիտիմ, քանզի գիտենք նրա ժամկետը լրացել է եւ այս պահին նա Ուկրաինայի ըստ էության լեգիտիմ ղեկավար չէ, բայց Զելենսկին օգտագործելու է պատերազմը եւ չհամաձայնվելով Տրամպի առաջարկներին, հետեւաբար նաեւ չի անցկացնելու նախագահական ընտրությունները։ Պարոն Բալասանյան, տեսեք, Թրամփը ճնշում է գործադրում Զելենսկու վրա, դա ակնհայտ է, որպեսզի օր առաջ կնքվի ռուս-ուկրաինական պայմանագիրը խաղաղության եւ մյուս կողմից ԱՄՆ-ի նոր ազգային անվտանգության ռազմավարություն են ընդունում, որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ ռազմավարության ընդունումը նախ եւ առաջին հերթին միտված է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ կարելի ասել Թրամփը վերադիրքավորում է։ Հիմա այս ռազմավարության մասով ինչ կարծիք ունեք, ինչպիսի վտանգներ եւ միևնույն ժամանակ օգուտներ կարող է ունենալ Մոսկվան։ Նախ հստակ այնտեղ ֆիքսված է, որ Եվրասիայում հարցերն առանց Մոսկվայի այլևս չեն լուծվելու։ Երկրորդը, Չինաստանը այլևս չի որակվում Միացյալ Նահանգների համար իբրև թշնամի։ Միայն ասում են, որ առևտրում ռազմական նշանակության ապրանքներ չպիտի վաճառեն։ Մերձավոր Արևելքը չի համարվում այլևս Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Նշանակում է կա հավանականություն, որ Իրանին ամեն դեպքում հանգիստ կթողնեն։ Կամ Իրանի շուրջ կգնան պայմանավորվածության Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ։ Իսկ Իրանին, եթե հանգիստ են թողում, ավտոմատ կերպով մեր տարածաշրջանն էլ է հանգստանում եւ եթե ուշադրությունը այդքան շատ չեն կենտրոնացնում մեր տարածաշրջանի վրա, ես կարծում եմ մենք ականատես կլինենք նաեւ այստեղ ռուս-ամերիկյան համագործակցության նույն Տրամպի ուղու շրջանակներում։ Տրամպը բազմիցս է նշել, որ չի բացառում, որ երրորդ կողմեր կմասնակցի Տրամպի ուղուն։ Շատերը ասում են, որ դա կարող է լինել Թուրքիան, ես կարծում եմ, որ դա լինելու է Մոսկվան։ Եվ ռազմավարության մեջ այդ մասին հիշատակելը, որ Եվրասիայում ոչ մի հարց չի կարող լուծվել առանց Մոսկվայի, Իրանի շատ հանգիստ վերաբերմունքը, նույն Մոսկվայի շատ հանգիստ վերաբերմունքը Տրամպի ուղուն օգոստոսի 8-ի պայմանագրին։ Չինաստանի ընկերությունները չինական ինչպես գործել են, այնպես էլ շարունակում են իրենց գործունեությունը Սյունիքում թունելների կառուցման, ճանապարհների կառուցման հետ կապված, վկայում է այն մասին, որ շատ մեծ գլոբալ համաձայնություն է ձեռք բերվել մի քանի ուժերի մասնակցությամբ եւ նրանք բոլորով պետք է միասին մասնակցեն Տրամպի ուղու շահագործմանը։ Առանց Մոսկվայի Տրամպի ուղին ըստ էության չի կարող շահագործվել եւ Հայաստանի վարչապետի Համբուրգից հետո այցը Մոսկվա ըստ էության նաեւ դրա մասին է վկայում։ Պարոն Բալասանյան, տեսեք, փորձագետները նաև այն կարծիքին են, որ երբ կնքվի ռուս-ուկրաինական բանակցություն պայմանագիրը խաղաղության, այն ուղղակի ազդեցություն է ունենալու նաև Մոսկվայի դաշնակիցների վրա եւ դրա ակնհայտ արձագանքը կտեսնենք նաև մեր տարածաշրջանում։ Դուք ձեր խոսքում նշեցիք նաև Թրամփի ուղու համագործակցություն ԱՄՆ-ի հետ, հետաքրքիր է կնքվելուց հետո մենք դա կտեսնենք եւ այլ ինչպիսի ձևով այն կտեսնենք, բացի համագործակցությունից Թրամփի ուղու մասով։ Ես կարծում եմ, այստեղ Միացյալ Նահանգների եւ Մոսկվայի միջև կարող է նաեւ ձեռք բերվել սկզբունքային պայմանավորվածություն Եվրոպական միությանը առհասարակ խաղից դուրս թողելու համար։ Եվ Կայա Կալասի եւ այդ եվրոպական ղեկավար կազմի այդ անհանգստությունը հիբրիդային պատերազմների բանի հետ կապված
նաև սրա մասին եմ վկայում, իրենք շատ լավ գիտեն, որ իրենք բոլոր տարածաշրջաններից ստիպված են լինելու դուրս գալ, այդ թվում նաև Հարավային Կովկասից։ Այո, Արևմուտքը չի գնա այս տարածաշրջանից, բայց Միացյալ Նահանգները ինքը կմնա Եվրոպական միության փոխարեն, որպեսզի լինի այդ այսպես անվտանգային բաղադրիչի կամ անվտանգային այդ մեծ տախտակի մի մասը մեր տարածաշրջանում, բայց այն, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո Մոսկվան իր ուշադրությունը այստեղ է բերելու եւ այստեղ են process-ները ակտիվանալու, ես դրանում կասկած չունեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ պարոն Բալասանյան հարցը քննարկելու համար։